առաջին օրով, առաջինավոտ, որ տարաբանքով փոխվեցիք բառի ու դարձար լեզու, ու երբ հայրենիք անունը տվինք հողին այս քարոտ, մայրենի դրինք անունը քո սուրբ։ Եվ դու դարեդար մեր շնորհեցիր կանչը քո արյան, համը քո հացի, երգը քո դինում, ցորքը քո հրի, տվիք պղնձ այս քարավների կռինչը վայրար, ու քնչությունը լացող մամորի։ Մեզ նավասարդյան առավոտների լույսով օծեցիր, և մկրտեցիր առասպելների ուժ ու զորությամբ, աստվածների հետ քո աստվածային լեզվով խոսեցիր, խոսողների հետ որոտով քո բան։ Ու մենք դարձրինք քեզ երգում, ոգի դարձրինք, Աստված, թեև գիտեինք, որ աստվածները զոհ են պահանջում, և ամրայրում ընկանք արնակամ, ընկանք ծվատվայց, բայց չզիջեցինք և ոչ մի հնչյուն։ Ու երբ հույլ եկավ, մեր կամարների թռիչքը հպատ, կամար ոգևը, դու մեր հոգու հետ հարատևեցիր։ Յուրցուները մեր ծնկները ծառած ընկան դիտաբաց, դու սյուր հրեմես, երկինք տևեցիր։ Եվ մենք քեզ համար մեր մեսրոպատար խորհուրդ մեր փորի, և մենք քեզ համար մեր մեծասքանչ մեր ոսկեղենի։ Ելանք ազգովին բռնեցինք ահեղ ջամփան դերձորի, մեր կեսը տվի, բայց քեզ չտվի։ Քանզի գիտենք, որ քեզ սրբորեն կոչեն մայրենի, քեզնով ենք մենք տարեդար հարմենք, առել շունչ ու կյանք, ու թե քեզ դավենք, ուրեմն չունենք հող ու հայրենի, ու թե քեզ դավենք, ուրեմն չկան։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենիի օր, իսկ 2000 թվականի փետրվարի 21-ից ամբողջ աշխարհը սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը։ Ոգևորված այս տոնի ստեղծմամբ ամբողջ 2008 թվականներ հայտարարվեց մայրենիի տարի։ Լեզուն ազգային դրոշն է, ազգն ինքնիստիկ է, ազ չէ, եթե չունի լեզու։ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում 2005 թվականի փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես մայրենի լեզվի օր։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենը։ Այսօր պետականորեն մայրենիի տոն հռչակելու փաստը վկայությունն է այն բանի, որ մեր լեզվի պաշտպանությունը վերահսկվում է պետության կողմից, ասել է, թե մայրենին հուսալի ձեռքերում է։ Լեզուն ազգային դրոշն է, ազգն ինքնիստիկ է, ազ չէ, եթե չունի լեզու։ Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն փաշաճապով ճոկանը արմատանա հոգու և սրտի մեջ։ Լեզուն ազգի հոգին է, կենթանի է այդ հոգին, կենթանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը։ Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության և հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության և հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին և հոգեբանությունը։ Մեր խիղճն է դա, սուրբացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար, ու համը մեր բերանի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան դերը լինի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում,
Սարգսյան համար պարտադիր է գրային պատկերների ամբողջությունը, որը կոչվում է Այբուբեն։ Հայոց ազգային Այբուբենը կոչվում է Մեսրոպյան։ Մեր գրապաշտ ժողովուրդը սրբացրել է Մեսրոպաստեղծ տառը, նրան վերագրել հրաշագործ հատկություններով։ Գիրը քաղաքակրթության մեծագույն նվաճումներից է։ Գրի շնորհիվ են մարդիկ ի վիճակի օգտվելու նախնյաց գիտելիքների վիթխարի պաշարից, որը կուտակվել է հազարամյակների ընթացքում։ Բավական չէ ազգասեր եւ հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել հարազատ մոր հարազատ լեզուն, այդ սերը կբանա մեր առջև լեզվի անհատնում, ջոխությունը, նրա նրբությունը եւ քաղցրությունը։ Հայ գրի ծնունդը մեր պատմական ճանապարհի երկար սպասված հանգրվանն էր։ Արմատներն անցյալում, բունը 5-րդ դարի արշալույսներին, ճյուղերն ու պտուղները մեր օրերում եւ հավերժության մեջ։ Պատմական այդ իրադարձության իրական արժեքը գնահատելու համար մտովի հարկ է վերադառնալ դարերի խորքը։ 301 թվական մարդկության պատմության մեջ Հայաստանը առաջիններից մեկն էր, որ ընդունեց Հիսուս Քրիստոսի ուսմունքը եւ իրեն ներհատուկ լույսը տարածեց սուրբ բոլորը։ Սակայն երկրում եղած աստվածաշնչյան գրքերը, եկեղեցական երկերը հունարեն եւ ասորերեն էին։ Ժամերկությունները կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի լեզուներով։ Դժնյար ժամանակներ Հայաստանը հոշոտվում էր նաև ներսից, անմիաբան նախարարներ, բազմապիսի աղանդներ, ունացման եւ պարսկացման դեմ անզոր քաղաքական իշխանություն, հարկերի տակ կգած քաղաքական անցուդարձի հանդեպ անտարբեր դարձած ժողովուրդ։ Ինքնության վերականգնման լուր գոտեմարտում սուր կերպով զգացվում էր մայրենի լեզվի, եկեղեցու զարգացման, դպրոցի ստեղծման, ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը։ Ոչ ոք իր ազնվական ուրամիկ այս վանական զինվորի պես չկարողացավ ունկնդնել սեփական ժողովրդի պատմության կանչերին եւ լուսավոր մտասևեռման հիվանդանալ։ Այդ խոնար վարդապետը հայ գրիք ու տախտով սովորված Սուրբ Մեսրոպն էր։ Աստված օգնական վերապարտ է։ Աստված պահապան, ինչ մտահոգություն ունես, Մեսրոպ։ Հարապետ, ժողովրդի ձուլման մտանգից փրկելու համար հայ գիր է հարկավոր։ Պետք է անապահ թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզներները կատարել մայրենի լեզվով։ Ինքնուրույն գրականություն ստեղծել, քրդության լույսը տարածել։ Երկիրը երկաթված է, միավորել է պետք, միավորել հոգով, լեզվով, մշակույթով։ Սահակը, ով ավելի վաղ էր հասկացել, որ հզոր մշակույթն է դառնալու սիրելի երկրի անկախությունը վերականգնելու զենքը, քաջարելանքի ավետիս է տալիս։ Զորացի և պինդ կաց, սակայն նախ անհրաժեշտ է, որ մենք թագավորին հայտնենք այդպիսի մեծ լուրի կարևորությունը։ Շատ օրեր առաջ եկեղեցում խոսք եղավ այդպիսի նշանագրերի մասին։ Ինչ որ մեկը թագավորին ասաց, թե հայրը նշանագրեր է տեսել մի գյուղում, ինչ որ եպիսկոպոսի մոտ։ Եվ հայրենի երկու ջահատիններ դիմում են երրորդին, իրենցից ոչ պակաս գրասել մի մարդու, արքա Վրամշապուհին։ Ողջույններս հայոց արքա Վրամշապուհին։ Աստված օգնական վեհապար քեզ։ Աստված պահապան։ Խոսիր մաշտոց, քեզ ի՞նչն է բերել աշխարհում։ Ժողովրդի անվտանգության արքա, ծնուն անխուսափելի է, պետք է քայլեր ձեռնարկել։ Պետք է թարգմանել աստվածաշունչը, ունենալ ինքնուրույն գրականություն եւ լուսավորել խավարի մեջ կանգնող ժողովրդին։ Լսել եմ, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան։ Ես բերել կտամ, իսկ դու ուսուցանում։ Թող ձեր կամքը լինի արտան։ Մեսրոպը սիրով ուսուցանում է դրանցով և հասկանում, որ օտար են այդ նշանագրերը։ Դրանք չեն արտահայտում մեր լեզվի հնչյունական յուրահատուկ համակարգի նրբությունները, հարկավոր էր ստեղծել նոր և ուրույն տառեր։ Եվ ահա լուսավորվեց հայոց աշխարհը։ Աղաչեմ լուքնես, հոգի ցուրտ աստվածի երեցին զարաշնոր։ Ես մածուցիչ եւ օգնական, նորյա ես ներ դարձուցիչ մոլորվելոց։ Ախ անհամարելոց, լույս խաբարելոց։ Եվ ահա լուսավորվեց հայոց աշխարհը, և ահա միացան հայոց միտքը, հոգին, իշխանությունը, Սուրբ Մեսրոպը, Սուրբ Սահակը, Վրամշապու արքան և պարգևեց գիրը հայոց։
տառերը մեր, հողմերով են սնվել տառերը մեր, ջրդեղվել են, դարձել երկաթագիր, քարերին են գրվել տառերը մեր, երբ փորձել են ջնջել կամ եղծանել, կայծակին են տվել տառերը մեր։ Խունկ, որթան կարմիր ու մագաղատ կբուն է, վանք կբուն է, ծոմու մեծ պակ ու ճգնություն կբուն է, ավետարան կբուն է, խաչունարեք, աղոտք ու ողբ ու շարական կբուն է, մահ կբուն է, հերոսամարտ ու նահատակ կբուն է, արև ու արդ կբուն է, վարդ ու սոխակ, սայատնովա ու կոմիտաս կբուն է, վերազարդնում ու հաղթանակ կբուն է, ուր որ լան հողմացրիվ, ուր որ գաղթեն վարդապետ, քու տարերդ ազատություն կբուրեն։ Դու որ Աստծո ձեռքերով գրվեցիր ու դրոշվեցիր Սուրբ Մաշտոցի սրտում, դու պիտի միայն ճշմարտություն, իրավունք, գութ, արդարություն գրես ու տարածես։ Աշխված քարեր Հայր Մաշտոցի կյանքի մասին Ինչպես հայոց գիրնարարեց Ույս պարգևեց հայոց ազգին Երա ինչպես զոր գիշեր դարձած մի կողմ թողած վայել կուսեր Արաբանքի ճանքով անցած Մեսրոպ աշխունչ երկաթագիր հայոց տարեր Դուք մեր կյանքի, դուք մեր թարքի մասին սարեր Ջրեր անցակ, հրեր անցակ, դարձակ արեր Ձեզ տուն եք տան, գմեն անդար ու դարեր Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր մշակութային նոր շարժմանը։ Աստվածաշնչի թարգմանության շնորհիվ Աստված մեր ժողովրդի հետ խոսեց հայերեն։ Մաշտոցյան հայերեն տառերով առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը և այնքան կատարյալ, որ հետագայում ֆրանսիացի գիտնական Լակ Ռոզը այն անվանեց թարգմանությունների թագուհի։ Գիտական առաքելության հաջող ավարտից հետո Սուրբ Մեսրոպը սկսում է թարգմանել Աստվածաշնչի առակները 230 աշակերտների հետ։ Նրան հաջորդում է մեր պատմության մյուս մարտհանեկուկը Փավտոս Բյուզանդը, ևս մեկ պատմություն հայոց։ Առաջին թարգմանիչները մեր ազգային հիշողությունների մեջ դրոշմում են հայերեն տառերով առաջին նախադասությունը, այնքան հուսալի և իմաստալից, ճանաչել զիմաստություն և զխրած, իմանանց բանս հանճարոյ։ Գրերի գյուտից ամիջապես հետո Սուրբ Սահակը և Երանելի Մեսրոպը հիմնադրում են առաջին հայերեն դպրոցներ։ Գորյուն աշակերտը հայերեն տառերով գրում է առաջին երգը, Վարք Մաշտոցի։ Առեղծվածային Ագաթան Գերոսը կերտում է հայերեն տառերով առաջին պատմություն հայոցը։
Եղիշեն, Պլպուլուն ավարայրի և վասում բարդանային հայաց պատերազմին։ Ғազար Փարպեցին ոսկեդայրան սքանչելի հայերենով հայաց պատմության արժեքավոր դրվագներն է հանձնում մագաղաթին։ Պատմություն հայաց։ Այսօր մեր այն շուրքերի։ Քերթողահայ պատմանով մեծարված Մովսես Խորենացին իր պատմությունը այդ աշխատության մեջ դրոշմում է ոչ միայն իր օրերի, այլև նախնյաց դարեցի պատմությունը։ Իսկ ինչպիսին է եղել հայ գրքի մեր հավերժության վկայականի անցած ճանապարհը։ Հայ ձեռագիր գանձերը ձեռքից ձեռք են անցել, տրորվել թշնամական բիրտ ներբանների տակ, գերի ընկել և ազատվել, հափշտակվել ու փրկագնվել, ողջագիծվել են շնչավոր էակի նման։ Հայը դրամահավաքություն է կազմակերպել և մատյանն ազատել գերությունից։ Գաղթի ու փախուստի ժամանակ թողել է ունեցվածքը, անգամ զավակներին, բայց մատյան ինքնակամորեն բաց չի թողել օտարին։ Հայը մատյանը սիրել է իր զավակից առավել։ Ավել մուշի փողոցներում գրոշները մեկը մուրում։ Մարդիկ, արեք ողորմություն, ճարնքների իր փրկություն, 4000 դրամ է պետությունից իր փրկել։ Ձայն այս վշտոտ, աղի կտուր, շատ հայերի տալիս է նուր։ Պատմությունն այս ով իմանում, մուրացիկ է ասես դառնում։ Մարդիկ, արեք ողորմություն, ճարնքների իր փրկություն, 4000 դրամ է պետությունից իր փրկել։ Մուրացկաններն արտասովոր թափառում են գիշեր ու զոր, հավաքում են մեծ բրկագին, ազատում գիրքն այս թանկագին։ Վրա է հասնում 1915 թվականը։ Այս արհավիրքի օրերին էլ հայ գաղթականները իրենց հետ տարել են ոչ թե կախ կարասի կամ սպասք, այլ մատյանները։ Մի գաղթական կին նստում է հոգնած, փոքրիկ մանկանն ու բեռը դնում ցած։ Մեր խուտ ճարնքիր, զերակի հաշեց, 7 դար քոտուններ բանքանակել։ Ես երկու գիշեր մնացի ակում, քեզ վանքից հանեցի, հազի հակում։ Ինչպես դաշնվել ունակեզնից, իմ մոտիկի պես թանկ ես ինձ համար, շատ ծանր, ճամպես երկար, երկու կես անել, էդ հնակ չկա։ Գաղթական կինը իր ճամփի կեսին բաժանեց գիրքը երկու մասի։ Մի մասը տվեց Ջահելմիհայի, պատվիրեց նրան։ Պահիր փայփայիր, երբ որ կհասնես Վաթան դելզրում, քեզ բարի անցել, շատ եմ խնդրում։ Գրքի մի կեսը ահ կտաս այնտեղ, հիշիր, որ մշոտ ճարնտինն է այս, գրքի մյուս կեսն էլ վաղ լուսաբացին, ես կհասցնեմ Սուրբ Էջմիածին։ Կտանեմ մայրիկ մատյանն այս թանկ, բայց ով գիտե, թե սպառնալու տանք դու էլ իմացին։ Հիշիր քո մտքում գիրքն այս կթաղեմ հենց վանքի վրա։ Երկար դեգերումներից հետո հսկայի կեսերը միմյանց են միանում Երևանի մատենադարանում։ 28 կիլոգրամանոց հսկան ունեցել է 660 թերթ։ Այժմ մատենադարանում է գտնվում 601 էջ, 17-ը պահվում է Վենետիկում։ Ձեռագրի երկու թերթեր, որոնք երկար տարիներ գտնվել են Մոսկվայի Լենինի անվան գրադարանում, հետագայում իրենց վերջնական հանգրվանն են գտնում Մայր գրապահոցում։ Պաշտպանելով մայրենի լեզուն, ինքներս մեզ ենք պաշտպանում, ու մեր երկրի անսասան լինելու ամուր բարիս կարություն։ Այսօր մեր այն շուրթերին նոր շունչ և ոգի է առնում, ծնվում յուրաքանչյուր հայ նորածնի է, ըմբոստանում ամեն անգամ, երբ թշնամու է հանդիպում, հայոց լեզուն չի հանդուրժում դաժանություններն ու կապանքները, սակայն անհրաժեշտության դեպքում չի ընկրկում և արժանի հարված է հասցնում հակառակորդին։ Համոզված եմ, որ հայոց լեզուն կհարատվի այնքան ժամանակ, ինչքան համայն մարդկությունը երկրի վրա։ 16 դարյա բարձունքից ակնածանքով են գլուխ խոնարհում մեր հրաշագերտ ու քաղցրահնչյուն ոսկեղենիկ մայրենի առաջ։ Մայրենի, որ տարերի քառուղիներով է անցել, որ տարերի դաժան հորձանուտում մաքարելով, վերընձուղվել, հղկվել ու անավարտ մեզ է հասել։ Ուրեմն անավարտ պահենք նախնիների ջեռնգած ու բազում փորձություններով անցած մեր նվիրական մայրենին, խուսափենք նրա զուլալակում, օտար բարերով աղավաղելու։
Մեր գալիք սերունդների առջև մի սրբազան պատվիրան է դրված, պահպանել մեր մաշտոցյան գիրն ու ոսկեղենիկ մայրենին։ Մայրենին, որ դարեր ի վեր որպես փյունիկ բոցավառվել, հասել է մեզ եւ դեռ կթևատի սերնդես սերունդ։ Հայոց տվել քեզ ոտի, օգուտ մեջ լուսվարել հանճարի, որ մնաս դու հավեք ու դակաս սանվագի, և դեր խոսքը արծես աշխարի, որ մնաս դու հավեք ու դակաս սանվագի։ Ավարտվեց մեր փոքրիկ միջոցառումը նվիրված մայրենիի միջազգային։ Արդեն 16 դար է մենք անընդհատ խոսում ենք Մեսրոպի մասին, ով Աստծո կամքով իր ժողովրդին սեփական մշակույթի տեր է դարձրեց։ Արդեն 16 դար է մենք գրում ենք նրա ստեղծած գրերով։ 16 դար է չի խամրում նրա գրերով արարված մագաղատների ոսկե փոշին։ Ինչու՞ չէ, կենաց եւ մահու չվերջացող գոտեմարտերում մեր կուրծքն անընդհատ ծածկել է Մեսրոպաստեղծ անխոցելի վահանը, Այբուբենը։ Եվ եթե մենք այսօր գրիչ նախնածանքով ենք հպում թղթին, ապա մենք քայլում ենք Սուրբ Մեսրոպ վարդապետի, Սուրբ Սահակ Հայրապետի եւ նրանց աշակերտների ոտնահետքերով։ Մենք այսօր ապրում եւ ստեղծագործում ենք մեր հայրենիքում շնորհիվ իրենց։ Մենք ունենք հայրենիք, մենք տերն ու պահապանն ենք մեր հայրենիքի, սուրբ հայերենի, մեսրոպյան գրերի։ Եվ մենք այսօր, ես եւ իմ աշակերտներս մաղթում ենք, որ այս սրբությունների հանդեպ պարտքն ու պատասխանատվությունը լինի ողջ հայության սրբազան ուխտը, ի պայծառություն մեր հայրենիքի, ի զորացումն առաքելական մայր եկեղեցու եւ ի սեր Սուրբ եւ հայրենաստեղծ մայրենի։ Շնորհակալ եմ։ Սիրելի երեխաներ, ես մաղթում եմ, որ ձեր այդ պարտքն ու պատասխանատվությունը, սերը չլինի միայն բեմից գեղեցիկ խոսքերով, ամեն ինչ մենք պետք է ապացուցենք միայն գործով։ Ապրեք երեխաներ ջան։ Ավարտվեց Ծաղկազորի միջնակարգ դպրոցում մայրենի լեզվի նվիրված միջոցառումը։ Այն կազմակերպել է դպրոցի տնօրենի տեղակալ Քրիստինե Գևորգյանը։ Անչափ շնորհակալություն ձեզ, հարգելի ընկեր Գևորգյան, սիրելի աշակերտներ, նաև ձեզ, որ դուք այսօր մեծարեցիք մեր մայրենին, որ դուք ասացիք պատմական ակունքներից եկած խոսքեր, մտքեր, տեսաֆիլմով իրատեսական դարձրեցիք այն ամենը, ինչ որ ցանկանում էիք ինքներդ։ Իրոք դուք եւ մենք հպարտ ենք, որ այսօր խոսում ենք հայերեն լեզվով, հպարտ ենք նաեւ, որ ապրում ենք Հայաստանում, որ ամեն պահի կարող ենք մեր զինվոր տղաները փրկել մեր հայրենի սահմանները, պահել մեր հայրենի կանգուն։ Եվ դուք իրոք, որքան էլ լեզուների մեջ խորանաք, ձեր մայրենին սիրեք և պահեք, փայփայեք այն անավարտ ձևով։ Այո, ոչ միայն բեմից պիտի հնչեցնենք այդ մտքերը, այլ նաև միշտ ձեզ հետ պիտի ուղեկցի այն։ Սիրենք մեր մայրենին, լինենք արժանի հայորդիներ, հայ զավակներ։ Շնորհակալություն բոլոր սիրելի ջերմերական, ասել որ այս միջոցառումը մեծ ճաշակ, մեծ աշխատանք
մեծ չարչարանքեր պահանջել ձեզանից, եթե բոլորս հանդիսատեսներս ուշադիր մանրակրկիտ մոտենանք ունայենք բեմի ամեն մանուկին գրված տառերին, իրոք դուք շատ սիրում եք ձեր աշխատանքը, մեծ ոգևորությամբ շարունակեք աշխատել։ Շնորհակալություն նաև գիտեմ հաստատ ոչ միայն ուսուցիչների աշակերտների կողմից, այլ նաև հարգելի ծնողներ ձեր կողմից։ Սա մեծ միջոցառում է, ոգևորություն է նաև